Խորհրդանշական հաղթանակ է ազդարարում Բաքվի նախաձեռնող խմբի ղեկավարը։ Քիչ չէ կարողացել են իրենց օրինաց, այսպես ասած, Արևմտյան Ադրբեջանի ու էթնիկ զտման օրակարգը Միացյալ Նահանգների կոնգրես հասցնել, դեռ ավելին Նենսի Փելոսիի անվան դահլիճում էլ հարցը քննարկել են։ Բաքու TV-ին հյուրընկալված Աբբաս Աբբասովը հպարտանում է, սա հայերի համար կրկնակի ցավոտ էր։ Պնդում է Հայամետ Փելոսին անարդար է վարվել Ադրբեջանի հետ, եւ ուրեմն իրենց համար կարևոր էր Ադրբեջանի առանցքային քաղաքականությանն այս ձևով հնչեղություն տալը։ Ցանկացած փորձ այլ մակարդակներում Ղարաբաղի շարժումը շարունակելու բերելու է հայելային արձագանքներ։ Ընդամենը հայելային արձագանք Նիկոլ Փաշինյանն այսպես է գնահատում Հայաստանի ներսում արևմտյան Ադրբեջան կառուցելու Բաքվի զավթողական կուրսը։ Իսկ որ Հայաստանը փակում է Ղարաբաղյան շարժման էջը, ինքը դեռ նախորդ տարի էր հավաստիացրել, որ մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք։ Բայց սա չի զսպել Ալիևի զավթողական ձգտումները, որովհետև Բաքուն իրականում խաղաղություն չի ուզում, բացատրում է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։ Հետևաբար հուսալ, որ մեր այսպես ասած բարի ժեստին բարիքով կպատասխանեն, անիմաստ է։ Գործնականում միշտ հակառակն է դեպքում։ Օրինակ, սահմանազատման դեպքում մերոնք տարածքներ հանձնեցին, ասում էին հայելային զորքերը հետ քաշենք, իրենք հետ չքաշեցին։ Սահմանադրության հարցում իրենք պահանջում են մեր սահմանադրությունը փոխել, բայց իրենք իրենց սահմանադրությունը չեն փոխում, թեև այնտեղ էլ պահանջներ կան տարածքային Հայաստանի նկատմամբ։ Սա էլ կարող է այդպես լինել։ Չէ, այսինքն իրենք կարող են ենթադրենք քննարկում են հայերեն, իրենք ասում են չէ։ Եվ ուժի դիրքերից։ Ալիևը մի քանի հստակ ծրագիր ունի՝ հաստատել ցամաքային կապ Նախիջևանի հետ, թույլատրել ու խոցելի դարձնել Հայաստանը տիրանալ ռեսուրսներին։ Այսպես կոչված փախստականների վերադարձը միայն միջոց է, ասում է քաղաքագետը։ Նրանք ուզում են Հայաստանի տարածքում ստեղծել կոմպակտ բնակչությամբ տարածքներ, Սյունիքում, Սևանի ավազանի արևելյան հատվածում եւ Արարատյան դաշտում։ Կոմպակտ տարածքներ, որտեղ բնակչության անվտանգությունը կերաշխավորվի արտաքին գործոններով կամ արտաքին երաշխիքներով։ Այս ճանապարհով էլ Հայաստանի վրա հետագայում հարձակվելու, այսպես ասած, իրավական հիմքեր են փորձում ստեղծել, բացատրում է Բաղդասարյանը։ Այստեղ ունենան կոմպակտ ադրբեջանաբնակ տարածքներ, դրանց անվտանգությունը ապահովելու պատրվակով Հայաստանի նկատմամբ ագրեսիա իրականացնել։ Հետևաբար, սա խաղաղության մասին չի։ Եթե սա լիներ խաղաղության մասին, այո, կարելի է շատ հանգիստ հետագայում քննարկել, թե ինչպես են ադրբեջանցիները վերադառնում, եթե ուզում են, ճիշտ այնպես ինչպես կարող են այստեղ ապրել օրինակ հնդիկները, ինդոնեզացիները, չգիտեմ, բրազիլացիները եւ այլն, բայց իրենց ուզածը դա չի։ Ջայլամային քաղաքականությամբ խնդիրը անտեսում ենք, ուրեմն չկա, հնարավոր չէ թեման փակել։ Տպավորություն է իշխանությունը հաշտ է ադրբեջանցիների Հայաստանում հաստատվելու օրակարգի հետ։ Բաղդասարյանն ասում է, մտածում են սա էլ ու վերջ, բայց այդպես չէ։ Տպատակներ ունեն, որոնց դեմ պետք է պայքարել։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։